Այսօրվա զրույցի թեման է հոգեբանական խնդիրների ազդեցությունը սեքսուալ և վերարտադրողական առողջության վրա։ Մեր հյուրն է բժշկության գիտությունների թեկնածու, բժիշկ սեքսոլոգ Ռուզաննա Ազատյանը։ Պատմեք մեզ, թե ինչպես է անդրադառնում դեպրեսիան կամ տագնապը սեռական ցանկությունների վրա։ Դեպրեսիան և տագնապը ուղղակիորեն են անդրադառնում սեռական ցանկության վրա, իհարկե կա նաև այն ֆենոմենը, որ հակադարձ կապի սկզբունքով նաև սեռական ցանկության նվազումը կամ արգելակումը առաջացնում է դեպրեսիա և տագնապային խանգարումներ, և այդ թե որն է առաջնային, շատ միշտ չի, որ կարողանում ենք կողմնորոշվել, պարզապես շատ հետաքրքիր է, թե անհատին որն է առաջինը անհանգստացնում։ Սովորաբար տղամարդկանց առաջինը սեռական խնդիրներն են ավելի անհանգստացնում և իրենք անպայման առաջինը դիմում են սեքսոլոգի, որովհետև ունեն սեռական ցանկության նվազում, թե ինչից է եկել, որ դեպրեսիան է եղել պատճառը կամ տագնապային խանգարումները, իրենց համար մինչև այդ խնդիրները այդքան հուզիչ չէին, դրա համար իրենք առաջինը ահազանգում են մեզ։ Կանանց առումով մի փոքր այլ է, որովհետև կանանց մոտ սեռական ցանկության խանգարումը, չնայած վիճակագրորեն ամենահաճախ հանդիպող խնդիրն է, բայց ըստ դիմելիության այդքան էլ այդպես չէ, այսինքն թեև տարածված է կանանց շրջանում սեռական ցանկության նվազումը, բայց ըստ դիմելիության այնպես չէ, որ առաջին ամենահաճախ հանդիպող խնդիրն է մեր սեքսոլոգիական պրակտիկայում։ Հետևաբար առաջին իրենք դիմում են հոգեբուժի, նյարդաբանի, ընտանեկան բժշկի, գանգատվելով տագնապից, իրենք ասում են նևրոզ, մենք հիմա խուսափում ենք այդ տերմինը օգտագործելուց, որտեղ այլևս չկա, բայց այսինքն իրենց ավելի շատ իսկ նևրոզը ինչի է փոխարինվել, ինչպես է միջազգային հիվանդությունների դասակարգման մեջ նևրոզ խոսքը չկա, հա, նևրոտիկ զարգացում կա, նևրոտիզացված խանգարում կա, բայց նևրոզ արմատը մնացել է։ Հա, բայց այդ մեր բժշկական արդեն նեղ շրջանակներում այդ խոսքը չենք օգտագործում, բայց իհարկե իմաստը նույնն է։ Այսինքն ամեն սեռի որն է անհանգստացնում, ըստ դրա դիմելիությունը տարբեր է, հետևաբար իրենք սերտ փոխկապակցված են նևրոզ, տագնապային խանգարումները, դեպրեսիան և սեռական խանգարումները, թե որն է առաջնայինը ըստ իրավիճակի։ Եվ այս ամենը ինչպես կարող է անդրադառնալ բեղմնավորման հարցերի վրա։ Տեսեք, մենք մինչ մեր նկարահանումը խոսում էինք, որ հիմա երիտասարդների շրջանակում անմիջապես համատեղ կյանքով ապրելուց հետո միշտ չի, որ առաջնայինը վերարտադրողական ֆունկցիան է լինում, երբ որ այն ընտանիքներում, այն զույգերի մոտ, որտեղ առաջնայինը պրիորիտետը վերարտադրողական ֆունկցիան է, ուղղակի ազդեցություն ունի, այսինքն անգամ մենք ունենք հետազոտություն մեր ամբիոնում կատարված, որ անպտղության, տղամարդկանց անպտղության մոտ 13%-ը պայմանավորված է սեռական դիսֆունկցիայով, այսինքն կլինի էրեկցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում, թե սեռական ցանկության նվազում, տարբերակված չէ, բայց անպտղության մոտ 13%-ը, որը նաև համապատասխանում է միջազգային հետազոտություններին, պայմանավորված է սեռական խանգարումներով։ Դա բնական է, հա, այնտեղ եթե չլինի էրեկցիա, չի լինի սեռական հարաբերություն, իհարկե մեկը մյուսին արդեն պոտենցում է եւ անպտղության դեպքում էլ, քանի որ տեսեք, անպտղության բուժման process-ում էլ հաճախ մասնագետները ուշադրությունը կենտրոնացնում են զույգերի հենց վերարտադրողական առողջության վրա, այսինքն սեռական հարաբերությունը ծառայում է միջոց երեխա ունենալու եւ իրենց կենտրոնացնում են, որ պարտադիր պետք է լինի ձվազատման օրը, զույգերը տրամադրվում են, որ այդ օրը պիտի հարաբերություն ունենան, անգամ մենք ունենք այդպիսի խանգարման տեսակ եւ ունենք հետազոտություն նաեւ հոդված, որ կոչվում է տրանզիտոր սեռական խանգարում, այսինքն իրավիճակային, պայմանավորված է այդ իրավիճակով, որ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են այդ process-ի վրա, իսկ սեռական ֆունկցիան սպոնտան process է, երբ որ կենտրոնանում են զույգերը դրա վրա, ինչ որ մի բան չի լինում։ Այդ դեպքում էլ վերարտադրողական առողջության խանգարման պատճառով առաջանում է սեռական խանգարում, այսինքն այս դեպքում էլ են իրենք մեկը մյուսի վրա ազդում եւ հորմոնալ նեյրոհումորալ բաղադրիչի
անսարքությամբ պայմանավորված եւ հոգեբանական գործոններով պայմանավորված։ Երբ զույգը կամ զույգից մեկը օգտագործում է հոգեմետ դեղամիջոցներ, ինչպես է դա անդրադառնում սեռական հարաբերությունների վրա եւ բեղմնավորման մասնավորապես։ Տեսեք, հոգեմետ դեղամիջոցները հստակ իրենց անգամ ինստրուկցիայով, այսպես ասած, կողմնակի ազդեցություն ունեն, այսինքն առաջացնում են սեռական դիսֆունկցիա։ Տղամարդկանց մոտ էրեկցիա է խանգարում, որոշ պրեպարատներ վաղաժամ սերմնաժայթքում, ցանկության անկում, որը պայմանավորված է նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմներով, հա։ Այս դեպքում միանշանակ, եթե վերցնենք զուտ գրքային, այո, ունի բացասական ազդեցություն, բայց շատ կարևոր է մարդու պրեմորբիդը, հա, մարդը մեկի վրա ազդում է, մյուսի վրա չէ։ Մեկը մի տարի դեղամիջոց ընդունելուց կազդի, մյուսի մոտ 20 տարի, մյուսի մոտ չի ազդի, առողջ երեխաներ են ունենում, առհասարակ տղամարդկանց պարագայում սերմնահեղուկը բավականին պաշտպանված է, սերմնաբջիջները ներողություն, բավականին պաշտպանված են եւ այնպես չի, որ մի ամիս դեղ խմեց ու իր մոտ խնդիր կառաջանա, հատկապես երբ որ այդ սպերմատոգենը, այսինքն առողջ սերմնահեղուկը, որը որ բեղմնավորման պահին արդեն ունակ է բեղմնավորման, ձևավորվում է 3 ամիս առաջ, հա, շատ հաճախ հարսանիքներին, չէ, հարսը պնդում է, որ չէ, այսօր չխմես, որտեվ այսօր բան ենք պլանավորել, դա էլ է միֆ, որտեվ իրականում այդ պահի վնասակար սովորությունը այդ պահի վրա չի ազդում, ազդում է 3 ամիս հետո, եւ չեմ ասում, որ պետք է առհասարակ շրջանցել այդ փաստը, բայց իհարկե ազդում է բավականին ուշ, այդ պահին չի, որ ինքը մի հատ ծխեց, ուրեմն պիտի ազդի եւ այլն։ Այսինքն հոգեմետ պրեպարատները ազդում են սեռական ֆունկցիայի վրա, կախված մարդու պրեմորբիդից, իր ընդհանուր ռեսուրսներից, իր նեյրոհումորալ բաղադրիչի վիճակից, իր ընդհանուր առողջական վիճակից եւ կոնստիտուցիոնալ տիպից իհարկե։ Բայց այսպես եթե կոնկրետացնենք, հա, ամուսինը նստած է հակադեպրեսանտների վրա եւ դա հակադեպրեսանտը ինչքան լսել եմ, անհնար է, չէ՞, տենց մեկ օրվա ընթացքում հանել։ Այդ շրջանում նա իրավունք ունի հայր դառնալ։ Այո։ Ահա, դառնում են։ Եվ միշտ չի, որ դա պարկաստու անդրադառնում է պտղի։ Այո, իհարկե։ Կան ոչ միայն անտիդեպրեսանտներ, հոգեմետ պրեպարատների մեջ անտիդեպրեսանտները դրանք ամենաուժեղը չեն, եթե ոչ մասնագիտական ասեմ, էլ ուժեղ թույլ միջին, հա, այսինքն ըստ կարգի, կան ավելի ազդեցիկ հոգեմետ պրեպարատներ, որոնք ընդունելիս մարդիկ վերարտադրվում են, գիտեք, այդ պրեպարատները որոշակի հորմոնի վրա օրինակ, հա, չեմ ուզում շատ մասնագիտական տերմիններով ծանրաբեռնեմ, բայց օրինակ բարձրացնում են պրոլակտինի մակարդակը, որն էլ մի փոքր սեռական ցանկություն է նվազեցնում եւ առհասարակ այն ինչի համար իրենք խմում են, այդ ընդհանուր դրայվն է ընկնում, հավեսն է կոտրվում, ընդհանուր բոլոր բնազդները մի փոքր ճնշվում են, այդ թվում նաեւ սեռականը։ Այսինքն այստեղ զուտ այդ դրանով էլ է պայմանավորված, հա, սերմնահեղուկի քանակ որակն է փոխվում, երբ որ պրոլակտինը բարձրանում է, այդ հորմոնների ազդեցությամբ է պայմանավորված, բայց եթե լինում է հղիություն, ապա կարող են նորմալ ունենալ բալիկ։ Իսկ ինչ է ցույց տալիս օրինակ պրակտիկան։ Զույգերը, որոնք անցնում են այդ էկոյի շրջանը, հա, շատ հաճախ են իրենք ենթարկված այդ հոգեբանական դեպրեսիաների, խնդիրների։ Տեսեք, էկոն արդեն տրամադրվել է, արտամարմնային բեղմնավորում ասեմ հայերեն, արդեն այդ նախաընթացքը եւ հետո իրենք կենտրոնացած են զուտ բեղմնավորման վրա։ Այսինքն սեռական հարաբերությունը զուտ միջոց է դառնում, այսինքն իրենք սպասում են ձվազատման օրը, որ ունենան եւ այլն, հա, լարված են, այո, ազդում է սեռական ֆունկցիայի վրա։ Իսկ երբ արդեն կա հղիություն, իմիջիալոց մենք ունենք կայք, որտեղ ամենահաճախ հնչվող հարցերից մեկը դա է, որ կարելի է արդյոք արտամարմնային բեղմնավորման հղիության դեպքում սեռական կյանքով ապրել, այնտեղ կա երկու շրջան կրիտիկական, դա ձվարանի պատրաստման փուլն է, երբ որ պիտի ձվաբջիջը վերցնեն, եւ արդեն տեղադրման փուլ, այսինքն այդ երկու փուլում բժիշկները խորհուրդ չեն տալիս։ Երբ որ տեղադրվեց պտուղը, սաղմը, երբ որ տեստը արվեց, երբ որ դրական եղավ, արդեն դրանից հետո
ոնց որ սովորական հղիությունը, եթե չկան հակացուցումներ, այսինքն սովորական հղիության դեպքում են լինում հակացուցումներ, որ չի կարելի ունենալ սեռական հարաբերություն։ Եթե չկան հակացուցումներ, իհարկե սովորական կյանքով ապրում են, իսկ հոգեբանական տրավման այնքանով որքանով, որ իրենք անընդհատ միայն կենտրոնանում են դրա վրա, այսինքն հաճույքը, սեռական ցանկություն ունենալ հաճույքի համար արդեն մի փոքր երկրորդային պլան է մղվում եւ այո, հաջորդիվ ցանկության վրա ազդում է սեռական ցանկության վրա։ Դոկտոր ջան, իսկ հոգեկան որ խնդիրներն են առաջնահերթ բերում լիբիդոյի նվազեցման? Տագնապային խանգարումները, որը որ մենք ենք տեսնում, այսինքն մենք ամբուլատոր ծառայություն ենք եւ մեզ դիմում են մարդիկ, ովքեր հոգեկան մի քիչ մեծ հոգեբուժական խնդիրներ կան, որոնց հետ մենք չենք առնչվում, որի ժամանակ նույնպես լինում են սեռական խնդիրներ, բայց դեզակտուալիզացված են, այսինքն եթե մարդը ունի օրինակ շիզոֆրենիա, սեռական խնդիրները կան, բայց դեզակտուալիզացված են, մարդը մենք կարող է 2-3 ամսվա ընթացքում 1 պացիենտ ունենանք, ով ունի այդ ախտորոշումը եւ ունի սեռական խնդիր։ Այդ դեպքում էլ ընտանիքի անդամներն են ուղղորդում, ոչ թե ինքն է գալիս, հա, այսինքն մենք մեր պրակտիկայում ավելի շատ հանդիպում ենք տագնապային խանգարումներով, մարդիկ, ովքեր ունեն սեռական ցանկության նվազում, ցավ հարաբերության ժամանակ, էրեկցիայի խանգարումներ եւ այլն։ Այստեղ ծագում է հաջորդ հարցը։ Ինչպես բացատրել օրինակ զուգընկերոջը, որ սեռական դիսֆունկցիաները կարող են հոգեկան, հա, խնդիրներից բխել։ Շատ լավ հարց եք տալիս, գիտեք, որովհետև այցելուն առհասարակ ուզում է լսել, որ ունի մի խնդիր, որի համար ինքը 10 օր տեղ կխմի, հետո 10 օր հետո ոնց են թոքաբոր մնացած խնդիրները, հա, կար ինչ-որ ինֆեկցիայի աղբյուր, խմեց պրեպարատը, 10 օր հետո եկավ բժշկի, նկարեց, աչքով տեսավ, որ հիմա լավ է ու գնաց երջանիկ։ Ցավոք սեռական խանգարումները այդպես պրոտոկոլային բուժման շատ չեն ենթարկվում, որովհետև այո, հիմնականում պայմանավորված են հոգեկան խնդիրներով, իսկ բացատրելը դա արդեն մեր մասնագիտությունն է, մեր հմտությունն է, մեզ ավելի շատ դժվար է որ իրենք իրար հետ փորձեն խոսել, կոնտակտի գալ, ճանաչել, դա էլ մեր զույգային թերապիաների միջոցով բավականին մեծ արդյունք ենք ունենում, որովհետև գիտեք, թերապիայի մի տեսակ կա, որ կոչվում է կոմունիկացիոն հմտությունների զարգացում, հա, այսինքն եթե ես ունեմ խնդիր, կարողանամ դա ճանաչել, հետո վերարտադրել, բացատրել, որ մարդը հասկանա, հա, դա ամենամեծ բարդույթն է, որ ուզում ենք այլ հանգամանքների վրա գցել, հա, նախկինում մի 15 տարի առաջ այցելուները գալիս էին, ասում էին, դե միասին ենք ապրում, դրա համար պայմանները լավը չեն, սոցիալական խնդիր եւ այլն, հիմա երիտասարդները բոլորը ունեն առանձին իրենց անկյունները, ավելի այդ պատճառը ակտուալ չի, հիմա էլ ուրիշ պատճառ կարող է լինել կենցաղային այլ խնդիրներ, բայց հիպոթեկա օրինակ։ Հա, հիպոթեկը եւ մնացածը, բայց մի ռուսական հետաքրքիր առարկա չեմ ուզում հիմա ասել եթերում, բայց դրա նման չլինել, որ ինչն է խանգարում, իրականում խնդիրը կա, որը որ պետք է լուծել, ոչ թե դրան այլ ուսանողը, որ քննությունը չի ստանում, ինչ է ասում, հարցաշարը ուրիշ հարցեր, ու դասախոսը ջղային էր, լավ չէր եւ այլն, այսինքն մենք սիրում ենք հանգամանքների վրա այդ պլախոյ տանցորի մասին, հա, խոսքը, ահա, այո։ Այսինքն իրականում պետք է կարողանալ դա խնդիր է, որը որ ամեն մեկի մոտ կարող է լինել եւ որևէ մեկ ապահովագրված չի։ Դրա համար այդ քննադատորեն մոտենալը մարդուն փակում է։ Մենք փորձում ենք այցելուներին առանձին, հետո զույգային թերապիայի միջոցով այդ պատնեշը հաղթահարեն խոսելու, հա, խոսելու, որ կարողանան խոսեն։ Առաջինը դա է, արտահայտվեն, ոչ թե պահեն, լավ կանցնի, մի տարուց կանցնի, լավ հեսա ինչ-որ մի բան կլինի կանցնի եւ այլն, իրականում իրեն լուծում է պետք։ Եվ շատ լավ բան ասեցիք, այդ խոսելը երևի մեր մասնագիտության մեջ ամենակարևորն է, խնդիրների լուծման հիմքում այդ խոսելն է։ Ձեր պրակտիկայում օրինակ նկատել եք, որ օրինակ ավելի դժվար են խոսում տղամարդիկ, թե չկա այդպիսի բան։ Տեսեք, մեր պրակտիկայում արդեն որ գալիս են, հիմնականում արդեն պատրաստ են գալիս խոսելու։
բայց երբ որ մենք բժիշկներս մեր սենյակից դուրս ենք գալիս, չէ՞ որ մենք այլ սոցիալական խմբերում ենք գտնվում, ծնունդ, կնունկ, հարսանիք, չէ՞ որ մենք ավելի ենք խնդիրները տեսնում, որ գալիս են, չէ՞, ոնց են գալիս, ասում է, չէ, ես չունեմ այդ խնդիրը, ասում է, մորքուրիս աղջիկա ընկերուհին ունի, ես չեմ։ Մեր սենյակում արդեն խոսելու ինչ որ չափով պատրաստ մարդիկ են գալիս, իսկ խոսելու սահմանը կախված է անձի տիպից եւ տղամարդկանց հետ, բայց զուգընկերոջ հետ։ Զուգընկերոջ հետ երկուսից երկուսն էլ սովորաբար խնդիրը, ով որ տեսեք, սեռական խնդիրը հարաբերության խնդիր է։ Դա մեր, այսպես ասած, դիվիզն է, որ ոչ թե իմ խնդիրն է, քո խնդիրն է, հարաբերության խնդիրը։ Եվ զույգի մոտ կախված նրանից թե ով է իր վրա վերագրում խնդիրը, ինքն էլ ավելի դժվար է խոսում։ Միշտ այն մեկը, որը ամուսինը կամ կինը, որ մտածում է դե կնոջս խնդիրն է, ինքը ավելի հեշտ է խոսում։ Երբ որ ցավը իմ մոտ է, օրինակ, հա, այդ կծկումները իմ մոտ են, ես խնդիր ունեմ, ես դժվար եմ խոսում։ Երբ որ տղամարդը կախված անձի տիպից եւ խնդրի թվացial լոկալիզացիայից, թե ում մոտ է այդ խնդիրը, հա։ Այո, պարզ է։ Երբ խնդիրը եւ հոգեբանական է, եւ ֆիզիոլոգիական, ինչ լծակներ են օգտագործում եւ սեքսոլոգները եւ ռեպրոդուկտոլոգները, թե միանք տանդեմով են, հա, երևի աշխատում։ Խնդրի, այո, առաջնային խնդիրը որն է, եթե կա անպտղություն, առաջին օղակը, որ դիմում են, դա ռեպրոդուկտոլոգն է, որը էլի ըստ խնդրի առաջնայնության զբաղվում է վերարտադրողական ֆունկցիայի վերականգնմամբ, եթե հիմքում կան որոշակի սեռական խնդիրներ, որոնք բացահայտվում են, անպայման մենք թիմով ենք աշխատում, իրենք ուղղորդում են մեզ, մենք կապնում, եթե կարիք կա, մենք էլ մեր կողմից համագործակցում ենք էնդոկրինոլոգների հետ, հոգեբան, հոգեբուժ, ըստ խնդրի արտահայտվածության աստիճանից։ Իսկ իրականում, եթե սեռական ֆունկցիայի հետ է կապված խնդիրը, երբ որ պացիենտը մեզ դիմում է սեռական ֆունկցիայի խանգարմամբ, բժիշկ սեքսոլոգը տիրապետում են բոլոր գիտելիքներով, որը վերաբերում է սեռական ֆունկցիային, թե հոգեբուժական, թե այսինքն սեռական ֆունկցիայի հետ կապված խնդիրներով միջդիսցիպլինար գիտելիքները մենք տիրապետում ենք եւ մենք զբաղվում ենք դրանով։ Ահա։ Մայրս իր պրակտիկայի, հա, առաջին տասնամյակում ինքը գաստրոենտերոլոգ էր, դա սկզբից թերապիայով էր զբաղվում, թերապևտ էր, եւ ասում էր, որ ես ինձ ավելի շատ զգում եմ հոգեբան։ Ինչ կասեք ձեր մասին։ Ձեր մայրը իրական բժիշկ էր, որ ասում են կոչումով բժիշկ, այո, իհարկե կարևոր է, որ մենք տեսնենք ոչ թե խնդիրը, այլ նաև պացիենտին, ով կրում է այդ խնդիրը, շատ կարևոր է, որովհետև երբեմն բժշկի մի փոքր անզգույշ սխալով, մի փոքր չնայելով այդ մարդու աչքերին, կարող է մի բառ ասել, որը այդ մարդուն տապալի, հա։ Այսինքն մեր օրինակ պրակտիկայից եթե օրինակ բերեմ, զույգեր են, մենք ասում ենք կուսական ամուսնություն, այսինքն մարդիկ ապրում են համատեղ կյանքով, զույգերը շատ իրար սիրում են, ամեն բան շատ լավ է, բայց սեռական հարաբերություն ունենալու դժվարություն ունեն։ Կնոջ մոտ որոշակի կծկումներ են մկանների լինում, կոչվում է ցավային խանգարում կամ վագինիզմ, հնարավոր չի առհասարակ հարաբերություն ունենալ։ Իրենք տենց ապրում են, դիմում են տարբեր մասնագետների եւ ամեն մասնագետից հետո, մինչեւ մեզ հասնելը, որովհետեւ միշտ չի որ դա հարցնում են, հա, եթե ես ունեմ աչքերի խնդիր, կարամ ասեմ լավ ակնաբուժ գիտեք, բայց սեքսոլոգը մի քիչ դժվար է, էլի ինքնուրույն են գտնում, ընկեր բարեկամ հարևան չեն հարցնում։ Եվ շատ հետաքրքիր է, որ դիմում են օրինակ գինեկոլոգի կամ ուրոլոգի կամ այլ մասնագետի կամ իրենց տեղամասային բժշկի ու լսում են ոչ թե բժշկական ուղղորդում, այլ հորդորանք, չես ամաչում, ինչ ես մտածում, դու ոնց կարելի է 15 տարի ապրել ու չունենալ սեռական կյանք, գնա հենց հիմա, հենց այսօր, այսինքն դա լինում է հարևանի մակարդակով հորդորանք, անգամ մեղադրանք, քննադատություն, որը եթե այդ դեպքում այդ զույգին եւս մի տարի հետ է գցում մասնագետի դիմելուց, որտեվ իրենք չեն ուզում նորից առերեսվեն այդ քննադատությանը եւ մեղադրանքներին, եւ նորից գնում են մի տարի, ասում դե լավ, սպասի որոշենք, փորձենք էլի, բայց խնդիր կա, ինչքան էլ իրենք ուզեն, դա առանց բժշկի միջամտության լուծելի չի։
Դրա համար ամեն բժիշկ իր սենյակում պիտի լինի հոգեբան կամ գուցե լավ մարդ, հա, որը որ բացի այդ խնդրից պացիենտը ցանկություն ունի, հա, կիսվել, բացվել, որովհետև հեշտ չի, հատկապես մեր խնդիրները հեշտ չի մի փոքր որ ուզում են բացվեն եւ քո միմիկայից ինչ որ մի բանից կարող են իրենք շատ հեշտ փակվել ու այն ոզնու նման մնալ այդ կաղապարի մեջ պաշտպանված լինելով, որ չէ որ մեր հասարակությունն էլ ունի ինչ ունենք, մենք երբեմն մեզանից անկախ բռնանալ ունենք, չէ, ամեն զույգ որ ապրում են համատեղ կյանքում, մի քանի ամիս հետո ինչ հարց է հնչում, նորություն ունեք, այդ անգամ այդ նորություն ունենալը իրենց լարում է եւ հազիվ հավաքվում են, որ պիտի դիմեն մասնագետի հաղթահարեն խնդիրը եւ կարա մասնագետը մի փոքր ոչ նրբանկատ գտնվի եւ խնդիրը ավելի խորացնի։ Դրա համար այո, ամեն մասնագետ եւ ոչ միայն բժիշկ ամեն մասնագետ մի փոքր պիտի այդ էմպաթիկ ապրումակցման ֆենոմենի տիրապետի, որպեսզի կարողանա թե ինչ ազգում այդ մարդը, մենակ իսկապես ինչ է զգում այդ մարդը, ով ունի սեռական խնդիր, միայն ինքը գիտի։ Այո։ Իմիջիալոց շատ հետաքրքիր է, որ ես ամեն այցելուն, որ բուժվում է, խնդրում եմ մի երկտող գրի, որովհետև այդ խոսելը իրար չկա, այդ երկտողը որ գրում է, փոխանցում եմ այն մեկին, ով ունի խնդիր, որը որ ֆորումից չի, դժվար դե կասկածեն ինձ, որ ես ինքս եմ հորինում, ինչ որ տեղից չի մարդ ով ունեցել այդ խնդիրը գրել է, թե ինչ էր զգում այդ պահին, ինչ օգնեց իրեն հաղթահարի խնդիրը եւ ինչ է հիմա զգում, որը որ հաստատ օգնում է այն մյուսին, ով գիտի թե կյանքում միայն ինքը ունի այդ խնդիրը, որ ամեն պացիենտ այդ հարցը տալիս է ինչու ես, ինչու հենց ես, բայց չէ որ շատերը ունեն այդ խնդիրը եւ այդ միջոցով կարծես փորձում ես մարդուն օգնել, հասկանում եմ որ ինչ է զգում ինքը հիմա եւ ինչ պիտի արվի որ հաղթահարի խնդիրը։ Դոկտոր ջան, դուք հիշատակեցիք վագինիզմը։ Նախ կարող եք բացել մի քիչ մանրամասնել, հա, բացատրել հանրությանը ինչ է դա եւ հետո ասել թե այս օրերում ինչքան հաճախ է դա հանդիպում եւ ի վերջո ինչն է բերում դրան։ Տեսեք, վագինիզմը մեր կլինիկական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող կանանց խնդիրներից է, բայց ցավոք չունեմ վիճակագրություն, չունենք մեր պոպուլացիայի վրա իրականացրած հետազոտություն, որ ասեմ ինչքան հաճախ են հանդիպում, բայց բավականին հաճախ է հանդիպում։ Ինչով է պայմանավորված, բազմաթիվ պատճառներով։ Զրուցեցինք մենք տագնապային խանգարումներից, այո, կարող է վախով պայմանավորված լինել, վախ կուսազրկումից, վախ առաջին հարաբերությունից, վախ հղիությունից, կարող եմ թվարկել անվերջ վախի տեսակներից, անվստահությունից զուգընկերոջ հանդեպ, կենցաղային սոցիալական այլ խնդիրներով պայմանավորված, մինչև անգամ որպես պրոտեստի ռեակցիա, հա, պրոտեստ ըմբոստության ռեակցիա զուգընկերոջը կարող է դրսևորվել ակամա կծկում, հեշտոցի մկանները կամքից անկախ կծկվում է, որը անհնարին է դարձնում սեռական օրգանի մուտքը դեպի հեշտոց եւ որը որ կախված չէ ինչքան են իրար սիրում, իրանք ամենաշատն են ուզում դա հաղթահարել, դա ակամա կծկում է կամքից անկախ կնոջ մոտ վերոնշյալ պատճառներով պայմանավորված, տրավմաներով պայմանավորված, սեռական եւ առհասարակ հոգեբանական տրավմաներով պայմանավորված խնդիր է համարում է պսիխոսոմատիկ խնդիր, այսինքն ինքը հոգեբանական է ճիշտ հոգեբանական պատճառներով է պայմանավորված, վախ ցավից, ցավից վախը առաջացնում է կծկում, այնուհետև այդ կծկումը իրական ցավ է առաջացնում եւ այդպես մարդիկ տառապում են այդ խնդրի լուծման այդ օղակը կտրելու, ծայրը չգտնելու պատճառով։ Բավականին հաճախ հանդիպող խնդիր է զույգերի մոտ եւ ելի պիտի ասեմ, որ չնայած ինքը դրսևորվում է կնոջ մոտ, հա, այսինքն կնոջ սեռական օրգանների կծկում, ազդրի կծկում, անհնարին է դարձնում հարաբերությունը, բայց ելի հարաբերության խնդիր է եւ ելի անպայման զուգընկերոջ գործոնը մեծ նշանակություն ունի եւ խնդրի առաջացման գործում եւ ախտորոշման եւ բուժման փուլերում շատ կարեւոր է զուգընկերոջ դերը։ Այո, եւ լուծումը իրականացվում է ի վերջո
եւ հոգեբանի եւ սեքսոլոգի, հա, միջոցով։ Գիտեք, տեսեք, ինչպես ասեցի, բժիշկ սեքսոլոգը տիրապետում է այդ բոլոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են հոգեբանական գործոնով պայմանավորված սեռական ֆունկցիայի վերականգնման համար։ Եվ եթե չկան խորքային ինչ-որ վիճակներ, անձնային կամ կոնֆլիկտային այլ վիճակներ, որը մեր լիազորության մեջ չի մտնում, սեռական ֆունկցիայի հետ կապված բոլոր այդքանով մենք ունենք հնարավորություն օգնելու մարդկանց հաղթահարեն վագինիզմը։ Բժշկական խնդիր է։ Փառք Աստծո։ Իսկապես։ Մնում է դիմելիությունը ճիշտ ժամանակին լինի, որովհետև երբեմն ես ինչպես ասեցի, երբեմն շատ ուշ են դիմում, իհարկե պիտի նշեմ, որ այդտեղ էլ մենք ունենք դինամիկա, եթե նախկինում ավելի 10-15 տարի հետո էին դիմում, հիմա մի փոքր կարծես դինամիկա նկատում եմ, ավելի հասուն են զույգերը, ավելի գրագետ են, ունեն խնդիր, ավելի կարճաժամկետ ընթացքում դիմում են մասնագետի։ Երբ որ դիմում են եւ ունեն համբերատարություն, սեր, ջերմություն, անշահախնդիր միջանձնային հարաբերություններ, միանշանակ լուծելի է, չկա դեպք, որ վագինիզմը չլուծվի։ Գուցե ժամանակը տարբեր կլինի, տևողությունը տարբեր կլինի, բայց արդյունավետությունը միանշանակ, եթե զույգը ուզում է հաղթահարել եւ հաշտեն, մեղադրանք չկա, քննադատություն չկա, կա սեր, ջերմություն, միանշանակ հաղթահարվում է։ Ահա։ Ինչպես խուսափել յետծննդյան դեպրեսիայից։ Հետծննդյան դեպրեսիայից երբ լիներ խուսափել լավ կլիներ, բայց մեղմացնել կան, հա, մեղմացնել հնարավոր է, որովհետև հետծննդյան դեպրեսիայի նշաններ շատ թույլ, գիտեք, շատ նուրբ է նկատվում, դա լինում է մինչև ծննդաբերությունը, հա, վախեր, դերը կորցնելու, սոցիալիզացվելու որպես մայր, որպես կին, ոնց պիտի դրսևորվի այդտեղ զուգընկերոջ ֆակտորը շատ կարևոր է, շրջապատի որտեղ որ ինքը ապրում է, նշույլներ նկատվում են արդեն վերջին եռամսյակում հղիության, եւ եթե մեր ասած էմպաթիան լինի, ապրումակցումը լինի, հնարավոր է մի փոքր մեղմացնել, ադապտացնել, ընդունել իրական դերը, արդեն փոխված, չէ, մոր դերը, եւ ավելի կհեշտացվի, ավելի հեշտ կլինի հաղթահարել այդ շրջանը։ Շատ հաճախ ինչ ենք մենք տեսնում, չնայած պիտի ասեմ, որ հիմա էլի քիչ են, բայց մի փոքր ավագ սերնդի մարդիկ ինչ են ասում, բա մեր ժամանակ սենց էր, հեշտ էր, խնամքը հեշտ էր, պահելը հեշտ էր, օգնող չունեինք, հիմա իրենք այդ ամենը կարծես ավելի են դրթում ոչ թե հասկանալու միմյանց հասկանալու մեթոդը, որ հասկանում են, որ դժվար է գիշերը չես քնել, այս քո պարտականությունները ավելացել են եւ այլն, փոխարենը մեղադրանք։ Իհարկե սրա հիմքում նաեւ հորմոնալ տեղաշարժերն են, կերակրման շրջանը, ֆիզիոլոգիական փոփոխություններն են եւ արդեն չէ որ մենք դա չենք կարող ձեր ասած խուսափել։ Դա process է, որը մեր կամքից անկախ լինում է։ Մենք կարող ենք դա մեղմացնել այդ հոգեբանական գործոններով, ավելի ապրումակցման միջոցով, ավելի մի փոքր թեթևացնել։ Շատ լավ, շնորհակալություն։ Մեր հանդիպման վերջում կխնդրեի, որ պատասխանեիք մի քանի բլից անձնական հարցերի, եթե դժվար չէ։ Սիրով։ Եթե վերադարձնել, ինչը։ Արցախը։ Եթե հարցնել, ում։ Աստծուն։ Եթե փրկել, ինչը կամ ում։ Արժանապատվությունը։ Եթե անհետանալ, ուր։ Չեմ ունեցել ցանկություն, երբեք չեմ մտածել։ Եթե մեկ օր մնա, ապա վայելեմ ընտանիքս, ընկերներիս, կյանքը։ Այլուն, շնորհակալություն։ Մերսի։ Ձեզ էլ մերսի։